3 ոսկե և 2 արծաթե մեդալ աստղագիտության 4-րդ միջազգային բաց օլիմպիադայում Շահինյանի անվան ֆիզմատ մասնագիտացված դպրոցի 5 աշակերտներն են լավագույն արդյունք գրանցել Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացված միջազգային ստուգատեսում։ Օլիմպիադայի խնդիրները ավելի շատ դպրոցական թեմայից դուրս էին և այդ բոլոր բանձերը անցել էինք խմբակի ժամանակ, ոչ թե դպրոցում։ Գորդ Հասրատյանի համար սա միջազգային օլիմպիադաներին մասնակցելու 7-րդ փորձն էր։ Մեդալների շարքը համալրել է ևս 1 ոսկե մեդալով։ Նախ եւ առաջ փորձ է, որ դու մասնակցում ես ինչ-որ օլիմպիադաների, ինչ-որ գիտելիք ես ձեռք բերում, երկրորդն էլ արդեն հետագայում դու այդ գիտելիքը կարող ես օգտագործես քո կյանքում, ինչ-որ աշխատանքում կամ ինչ-որ բան ստեղծելիս։ Այս օլիմպիադան տարբերվել է նախորդ օլիմպիադաներից նրանով, որ այս անգամ թիմում գերակշռել են աղջիկ մասնակիցները գրանցելով լավ արդյունքներ։ Անահիտ Գալստյանը միջազգային օլիմպիադայի մասնակցում էր առաջին անգամ, Սոչիից վերադարձել է արծաթե մեդալով, աստղագիտությամբ սկսել է հետաքրքրվել դեռ մանուկ հասակից։ Տիեզերքին էի նայում ու երբ իմացա, որ իրականում աստղերը շատ մեծ են, իսկ մենք աստղերը կետ ենք տենում, երևի հենց դա հանդիսացավ առաջին կետը և հետաքրքրվեցի աստղագիտությամբ։ Ձգտումն է մի օր դառնալ ավիատիեզերական ոլորտի լավագույն մասնագետներից մեկը, մինչև այդ արդեն մտածում է էկոլոգիապես մաքուր տիեզերական տարածք ունենալու մասին։ Արբանյակները կամ հենց հրթիռները շատ մեծ վնաս են հասցնում երկրագնդին և բազմաթիվ արբանյակներ ուղղակի հիմա տիեզերքում պտտվում են և հանդիսանում են տիեզերական աղբ և կարծում եմ երկրագնդի համար շատ լավ կլինի, որպեսզի դա փորձենք մաքրենք։ Աստղերն ուսումնասիրելու սովորությունը Նատալի Մարգարյանին ևս ուղղորդեց դեպի աստղագիտություն, այս անգամ աստղերից բացի կփայլի նաև աշխատասիրության և համառության շնորհիվ ձեռք բերած ոսկե մեդալը։ Աստղագիտությունը որպես առարկա, երբ որ լայն մասշտաբների է հասնում, այսինքն ինչ-որ արհեստական արբանյակներից դուրս, դառնում է ուղղակի մարդու հետաքրքրությունը բավարարելու առարկա, ինչը էլի բնականաբար կարևոր է, որովհետև մենք պետք է ճանաչենք այն աշխարհը, որտեղ ապրում ենք։ Օլիմպիադան անցկացվել է 4 փուլերով՝ դիտողական, գործնական, տեսական և թեստային։ Հայաստանի թիմը ղեկավարել է Արտավազդ Հարությունյանը։ Առաջ աստղագիտությունը որպես առանձին առարկա երեխաները անցնում էին դպրոցում։ Հիմա, քանի որ տենց մեծ շեշտ դրված չի աստղագիտության վրա, շատ էլ չեն հետաքրքրվում, բայց մեր դպրոցում ֆիզմատում կա աստղագիտության խմբակներ, ու այդ խմբակներին արդեն մենք ավելի խորը, ավելի հետաքրքիր խնդիրներ լուծելով երեխաներին պատրաստում ենք, որպեսզի նրանք միջազգային հարթակներում իրենց դրսևորեն։ Օլիմպիադային մասնակցել են 22 երկրի 100 աշակերտ, թիմային հաշվարկով Հայաստանի թիմը զիջել է միայն Ռուսաստանի թիմին, հպարտորեն ասում է դպրոցի տնօրենը։ Այդ ամենը կարծես թե նվեր էր, այս տարի լրանում է մեր ֆիզմատդպրոցի 60-ամյակը։ Ինչպես է Շահինյանի անվան ֆիզմատ հատուկ դպրոցին հաջողվում չդասավանդվող առարկայով ներկայանալ միջազգային օլիմպիադային և մեդալներ նվաճել։ Աստղագիտության ժամերը համատեղված են ֆիզիկա առարկայի հետ, կարելի ասել, և դա քիչ կլներ, եթե չլներ խմբավարները, որոնք նույնպես մեր ֆիզմատցի նախկին աշակերտներ են և այդ ամենը վարելով, գերազանց ձևով ապահովում են արդյունքներ։ Նաև առարկայական կապը այստեղ շատ մեծ դեր ունի, որովհետև եթե նույն աշակերտները չիմանան շատ խորը մաթեմատիկա, խորը ֆիզիկա, հնարավոր չի լինի այդպիսի արդյունք ապահովելը։ Օլիմպիադային թիմի մասնակցության բոլոր ծախսերը հոգացել է ֆիզմատ դպրոցի բարեկամ բարեգործական հիմնադրամը։ Հուրիր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։